Ողջույն երեխաներ, ինչպես եք ու ժամ էր, բայց ես հիշեցի, որ ձեզ խոսք հետևել վիդեո սարքել։ Դա համարյա ժամը 3-ն է, իմ սովորական աշխատալու ժամերից է։ Մեր քննարկած թեման է վերջին անգամ, որը ավագ խմբի հետ մի ալգորիթմ ենք նայել, insertion sort-ներ, անգլերեն հայերեն ասում ենք ներդրմամբ տեսակավորում ու դրա պրակտիկ կիրառությունը մեզ մոտ կերպարների համար ըստ շերտերի դասավորման։ Հետո մենք միասին նայեցինք, որպեսզի որոշ հարցեր նաև կրտսեր խմբին հասկանալի լինի։ Ուրեմն հիմա կսարքեմ ավելի մանրամասն վիդեո, որը ձեզ կուղարկեմ եւ որը դուք կնայեք, տունը եթե ուզում եք ինքնուրույն կանեք կամ լավ կհիշեք հետագայում որ միասին կարողանանք կանել։ Ուրեմն սկսենք, ես կավելացնեմ բլոկ, մենք հիմա սրա համար եկեք ընդհանուր բան դնենք, ինչ-որ հետաքրքիր բան դնենք, որպեսզի սպիտակ էկրանին չնայենք, ոնց էր, եկեք տեսնենք, ինչ-որ մի քիչ կանաչ գույն սարքենք, Սենց ոնց է, ինձ թվում է նորմալ է։ Ինչ-որ է։ Մի քիչ խոշորացնենք, որ տեսանելի լինի, ստեղ էկրանս փոքրացրել եմ, որպեսզի վիդեոն փոքր ստացվի, որտեվ երկար է երևի նկարվելու։ Համել ընդհանուր առմամբ հեշտ ընթեռնելի լինի։ Կարանք վերնագրենք շերտեր, մենք շերտերով ենք աշխատելու, եկեք ամենասկզբում դնենք չափ ստանք, որպեսզի մի քիչ մեծ լինի, որտեղ է, ուպս, բեմում եմ դրել, չափսը կդնենք երևի 200-ը, 150-ը նորմալ է։ Ամենասկզբում եկեք ստեղծենք որոշակի սրանց համար կրկնօրինակներ, եկեք սկզբի համար ստեղծենք մոտ 3 կրկնօրինակ, ընդհանուր առմամբ կունենանք ուրեմն 4 կերպար, չենք դերը, երբ սկսում եմ որպես կրկնօրինակ, գնալ դեպի պատահական դիրք։ Սա նորմալ է, տեսեք, հիմա եկեք դասավորեմ, հիշում եք, մենք ոնց ենք դասավորել, ըստ հերթականությամբ դասավորել եմ, ստացվում էր, որ սա ամենաետևում է, հետո սա վրան է, սա երկուսի վրան է, սա էլ ամենաառջևում է։ Այսինքն շերտերով եթե պատկերացնենք, սա կլինի մեզ մոտ առաջին շերտում, երկրորդ, երրորդ, չորրորդ շերտում։ Եկենք ստեղծենք, սա ջնջեմ, ստեղծենք փոփոխական, գրենք հաշվել, սա երևի հետագայում կջնջենք, եկեք այս փոփոխականը սկզբում սարքենք 1 և նոր հաղորդագրություն ստեղծենք, գրենք դասավորել ըստ շերտերի, լավ, երբ
Եկեք մի հատ էլ փորձենք սիրուն դասավորենք, որպեսզի երբ ստանում եմ հաղորդագրություն, ստեղ կդնենք դասավորելը շերտերի հաղորդագրությունը ստանում ենք, եկեք ասենք, ուրեմն մեր հաշվելը, տեսնենք, ուպս, հիմա բոլորը ստացան դասավորելս շերտերի և ասեցին հաշվել, եկեք ստեղ հիմա ավելացնենք փոխել հաշվելը մեկով, տեսնենք ինչ է ստացվում, նայեք ինչն է հետաքրքիր, ինչպես որ հիշում եք, տեսեք ստացվեց, որ մեր շարած հերթականությամբ, ով որ առաջին շերտում էր ասեց 1, երկրորդ շերտը ասեց 2, սա մենք ստուգում ենք, մեկը բերում ենք առաջ, երրորդը բերեցինք առաջ, նորից ենք սեղմում, տեսնում եք, որ որը բերել ենք առաջ, նա ասեց առաջին, և մնացածը ըստ իրենց հաջորդականության, եթե սա բերենք առաջ, սա է դառնում 1, երկրորդ, երրորդ, չորրորդ, պարզ է, թե չորրորդը բերում ենք առաջ, ուրեմն մենք ինչ պարզեցինք, որ սա պատահական չի, փաստորեն Scratch-ում ծրագրավորողները այնպես են ստեղծել, որ Scratch-ը առաջին հերթին կատարում է առաջին շերտում գտնվող ուրեմն կերպարի sprite-ի գործողությունը, հետո երկրորդ, հետո երրորդ, հետո չորրորդ եւ այդպես շարունակ։ Երևի դրա համար մենք ձեզ դասարանում էլ լաբորատորիայում ասեցի, որ մեկ մեզ մոտ դեպք է եղել, երբ երկու օբյեկտներ պետք է իրար բախվեին, բախման դեպքում դրանք ընկալեին ու համապատասխան ինչ-որ գործողություն անեն, անհետանան, միավոր մեզ տար եւ այլն, բայց լինում էր այնպես, որ կարծես թե այդ բախումը լինում էր, բայց այն օբյեկտը, որը պետք է մեզ միավոր տար եւ այլն, իր գործողությունը չէր հասցնում անել, կարծես թե չէր նկատում այդ բախումը։ Դա ինչով էր պայմանավորված, որ առաջին շերտի օբյեկտը կարողանում էր գալ իրար վրա անցներ, իր գործողությունը անել բրծներ, երկրորդ շերտում գտնվողը կարծես թե նոր արթնանում է եւ ուզում է տեսնի ինքը հպվել է արդյոք առաջին կերպարին թե ոչ, պարզում է, որ իր համար այդ բանին ինքը կպաշտի ու շարունակում է իր ընթացքը, պարզ է։ Հիմա որպես ես գաղափարը ձեզ ավելի հայտնի պարզ լինի, այստեղ եկեք շատացնենք կրկնօրինակների թիվը, որ հիմա շատացնենք, տեսնում եք, որ ժամանակ է գնում, մինչև բոլորը հայտնվում են։ Եկեք կրկնօրինակ էլ գրենք։ Ու այստեղ ինչպես ես արդեն բացատրել եմ, այս գործարկել առանց էկրանը թարմացնելու ինչ է նշանակում։ Հիմա ես կրկնօրինակելու գործողությունը կբերեմ տակը, որ այս գործողությունը համապատասխան կատարվելու է նախքան շերտերը կսկսեն իրենց գործողությունը։ Այսինքն այնքան արագ է ինքը անելու համակարգիչը, նոր շերտերը սկսելու են իրենց գործողությունը։ Հիմա որ դնենք, տեսնում եք նույն գործողությունը կրկնօրինակներ ստեղծելու կատարվում է շատ ավելի արագ, կթարթային փաստացի։ Եթե մենք հիմա խմբագրենք այս գործարկել առանց էկրան թարմացնելու հանենք, թողնենք, մենք ունենանք նույն պատկերը։ Ուստի մեզ պետք չի, մենք կթողենք այսպես, կրկնօրինակների թիվը հələ որ մենք կչացնենք, լավ, ահա, եկեք հիմա սա աշխատացնենք, բոլոր շերտերի ասեցին։ Հիմա մեր խնդիրն է լինելու ոչ թե փորձենք փաստորեն
ըստ շերտերի դասավորենք մեր կերպարները, այսինքն եթե խառը դասավորած են, մենք ուզենանք իրենց դասավորել այնպես, որպեսզի ամեն կերպար գտնվի մեր թելադրած շերտում։ Scratch-ը շերտերի վերաբերյալ ունի ընդհանրապես երկու գործողություն, դա ինչպես գիտենք, գնալ դեպի դիմաց կամ գնալ դեպի հետև, այսինքն կամ մենք կարող ենք ինչ-որ մի կերպար բերենք ամենաառաջ կամ ամենահետև, կամ առաջ տանենք մեկ շերտով։ Եկեք օրիգինալը գտնենք, դնենք օրիգինալը ամենահետևում։ Հիմա եթե աշխատացնեմ գնալ առաջ մեկ շերտ, ինքը ետին հետ փոխարինի։ Եթե ասեմ գնա երկու շերտ առաջ, 1, 2 կհայտնվի միանգամից արջևում։ Տեսակ ամենաարջևում է հիմա ինքը եւ բոլորից էլ ամենաարջևում, որպեսզի բարձ լինի, եկեք էլի իրան գցենք ամենահետևը։ Եթե մի շերտ ենք առաջ բերում, բարձա գնա 1-ից առաջ եկավ, եթե 2 շերտ առաջ բերեցինք, բոլորից առաջ է գալի։ Բայց սա մեզ ուրեմն այս գործողությունները մեզ համար բավարար չի, որպեսզի մենք իրենց մեր ուզած շերտերի դասավորենք, քանի որ կերպարները իրենք իրենցով կարծես թե չգիտեն, թե իրենք որ շերտում են գտնվում։ Դա Scratch-ի համակարգը գիտի, բայց կերպարը որպես այդպեսի ինքը տեղեկություն չունի։ Մենք հետագայում մեզ խաղերի ժամանակ հնարավորություն է մեզ պետք է լինելու, որպեսզի միջև խաղի սկսելը կամ խաղի ընթացքում որոշակի օբյեկտներ, կերպարներ, սպրայթեր դասավորենք մեր ուզած շերտերում, որպեսզի իրենք տեսանելի լինեն հատուկ ձևով եւ այլն։ Սա հիշենք, գնալ դեպի առաջ մեր ուզած շերտի չափով։ Եկեք մի քիչ փոփոխենք, եկեք ստեղծենք ցուցակ։ Ցուցակի անունը կդնենք շերտեր։ Հնարավոր է հետագայում կարող ավելի լավ անուն ասեք։ Սա փաստորեն մեր երրորդ չափայնականությունն է կամ Z առանցքն է լինելու, որովհետև եթե մենք գիտենք սա x-ն ու y-ն է, եթե պատկերացնեք էկրանից մեզ մոտից սկսվող ու հեռացող, դա կլինի Z առանցքը, ընդ որում Z առանցքը դիսկրետ է, այսպես ասած, այսինքն թվերը փոխվում են 1, 2, 3 եւ այլն։ Չնայած x-y-ն է, հիշեցի մեզ մոտ կարող է ամբողջ թվով ընդունել, բայց կլորացնում է միշտ։ Տեսակ կլորացրեց հաշվարկների ժամանակ ինքը կարողանում է մենք իրան տանք ամբողջով թիվ, բայց ինքը անպայման կլորացնելու է փաստացի։ Ինչևէ, առաջին շերտը նշանակում մեզ ամենամոտիկն է, որքան շերտի թիվը մեծանում է, նշանակում մեզանից այդքան հեռու, այսինքն այդքան ավելի հեռու ներքևի շերտում է գտնվում։ Ինչևէ, եկեք տեսնենք հաշվել, սա փաստորեն մեզ պետք չէ, եկեք սա հեռացնենք։ Մենք շերտերն է պետք լինելու։ Մեզ պետք է լինելու շերտերի ջնջենք ամեն անգամ։ Երբ ստանում եմ այսինչը, եկեք ուրեմն ինչպես պայմանավորվեցինք, որ մեզ համար կոչվում է պերսպեկտիվա, որքան ներքև գտնվի օբյեկտը, այսպես ասած, այնքան ինքը պետք է առջևում լինի, որքան վերև է, այնքան ինքը ետևում պետք է լինի։ Փաստորեն այսպեսի երևույթ չի կարելի։ Կարելի եթե սա է, եթե սա ներքև ավելի կերև է, սա ավելի կերև է, սա ավելի կերև է։ Բարձա, որքան ներքև է, այնքան մեզ մոտիկ է լինելու փաստորեն օբյեկտը։ Որքան վերև է, այնքան հեռացված է ու ներքևի շերտում է գտնվելու։ Փաստորեն մենք պետք է կարողանանք դասավորենք ըստ իրենց y կոորդինատի։ Բարձա, y կոորդինատը ու ընդ որում մեծից փոքր, հա, որքան վերև է, այնքան մեզ համար պետք է ինքը լինի ավելի հեռու շերտում։ Ջնջում եք շերտի ամենը, եկեք ուրեմն
հավելացնենք առարկա շերտերի մեջ, այս դեպքում կավելացնենք իրենց y կոորդինատը ու կասենք մեր շերտերի ուրեմն ցուցակի լիստի երկարությունը էսա լավ եկեք հələ աշխատացնենք ամեն անգամ ու տեսնենք փաստորեն եղավ եկեք նես դասավորեմ որպեսզի հիմա էլ է երևում որ տեսնում ենք որ մենք մեզ համար ինքը դասավորել է ամեն մեկը ասել են իրենց 1 2 3 4 ճիշտ ասում են, բայց իրենց y-ները մցրել են շերտերի մեջ, բայց տարբեր են։ Հիմա գաղափարը ինչու՞մն է, որ եթե մենք կարողանանք դասավորենք այս ցուցակի արժեքները ըստ մեր ուզած հերթականության, այսինքն մեծից փոքր, մենք կարողանանք փաստորեն դասավորել նաև կերպարները ըստ շերտերի։ Դա անելու համար մենք օգտվենք մեր արդեն իսկ անցած insertion sort-ից, ներդրմամբ տեսակավորումից, որտեղ ավագ խմբի աշակերտները պիտի հիշեն, որ ամեն անգամ երբ մենք նոր տար ենք ուզում մուտքագրենք մեր զանգվածի մեջ, մենք որոշում ենք իր այն դիրքը, որտեղ որ ինքը պետքա ուրեմն տեղադրվի, զետեղվի, բարձա ներդրվի։ Այստեղից էլ ներդրման տեսակավորում ալգորիթմն է։ Եկեք եթե բացատրենք մեծացնենք, փաստորեն եթե ես ունեմ ստեղ ասենք 80, հա 70, 50, 20 Եվ փաստորեն, եթե ուզում եմ մուտքագրել 30 թիվը, 30 թիվը մուտքագրելու համար մեր ալգորիթմը ստուգելու է, ճարելու է առաջին թիվը, որը իրենից փոքր է, կամ որ նույն է այն թիվը, որը իրենից մեծ չէ, եւ մուտքագրելու է իր տեղում, փաստորեն ճարելու է 20-ը, 20-ին բրդելու է ու մտնի իր տեղը, կարծա 20 հայտնվելու։ Եթե մենք շատ ավելի փոքր թիվ ուզենանք մուտքագրենք, ինքը գալու էր չգտնելու իրեն ավելացնելու էր վերջից։ Պարզ է, եթե մեծ թիվ ենք մուտքագրելու, ասենք 100-ը, ինքը հենց առաջինում կհանդիպեր իրենից փոքր թվի եւ իր տեղը կմուտքագրեր հենց 100-ը բրդելով իրան։ Սա հենց այդ ալգորիթմն է, որը մենք արդեն գիտենք, առանձին անցել ենք։ Կրծե խմբի երեխաները, ուրեմն սա աշակերտները պետք չի սա իմանան գրել, այսինքն որ մենք սա գրենք, բայց մենք ինչ որ գրենք, պետք է կարողանան հասկանան ու օգտագործեն, այսինքն մենք իրենց բլոկները տալու ենք, ավագ խմբի աշակերտները սաները տալու են իրենց գրված բլոկը, իրենք պետք է կարողանան ուրեմն ինտեգրեն, զետեղեն, օգտագործեն այդ բլոկը իրենց խաղերի մեջ բարձամ, այսինքն հասկանան ինչ անում ու ոնց հետը աշխատենք։ Դրա համար հիմա կստեղծենք մասնիկ, անունը արդեն կդնենք տեսակավորել կամ գրենք դասավորել, մենք հասկանում ենք, որ խոսքը գնալու է տեսակավորման մասին, ըստ ավելացնելու ենք ներմուծման տեղ ինչ գրենք կոորդինատի, հա
թարմացնել առանց էկրանը, գործարկել առանց էկրանը թարմացնելու։ Արդեն հասկանում ենք, սա մենք երբ առաջ կիրառում ենք ինչ ենք կիրառում ու հիմա այլ։ Այսինքն մենք պետք է գալու այս գործողությունը իր տարի իր y կոորդինատի z տեղում այնքան արագ լինի, մինչև որ բոլոր շերտերը կսկսեն աշխատել։ Սա մեզ համար կարևոր է, այսինքն պետք է այդքան արագ լինի։ Ակնթարթություն այսպես ասած։ Համակարգչային լեզվով ասած, խաղերի լեզվով ասած, դա կատարվելու է մինչև որ մնացյալ կերպարները կենթանանալու են, այսպես ասած, իրենք արթնանալու են մի բան իրենց գործողություն անելու, արդեն ունենալու են ըստ y կոորդինատների դասավորված իրենց ցուցակը, հա։ Սա է պետք լինելու։ Սա պետք է բերենք ստե, երբ հաղորդում ենք բան, մենք կանչելու ենք սա։ Մենք տալու ենք y-ը ու սա ենք անելու։ Սա հիշեք, սա մեզ մի քիչ թույլ է տալուց որոշակի ընդլայնումներ անել, շներս հաճում են, հուսով եմ շատ չեն խանգարի։ Մեզ ասել է պետք չի, ու սա էլ պետք չի, հա, փաստորեն։ Մեզ մի փոփոխական էլ է պետք գալու։ Մենք սա մեր իմացած ի փոփոխականն է, անգլերեն տառով, չէ՞, ընթացիկ տարի համար, բայց այս անգամ կգրեմ ընթացիկ տարը, կարա լինի միայն այս կերպարի համար։ Ահա։ Ամեն անգամ ընթացիկ տարը սարքելու ենք 1, քանի որ մեզ մոտ ինդեքսը սկսվում է 1-ից։ Python-ում ու այլ նորմալ ծրագրավորման լեզուներում հիշում եք արդեն Python-ը անցնում եք ավագների հետ 0-ից է սկսվելու հաշվարկը։ Ու կրկնելու ենք մինչև երբ, մինչև որ ճարում ենք npc մի տար, չէ, մեր շերտերի մեջ ուր է շերտերի մեջ այնպեսի մի բան պետք է գտնենք, որը փոքր լինի։ Բայց քանի որ մեզ հետաքրքիր է նաև հավասար դեպքը, մենք պետք է ճանենք մի բան, որը մեծ չլինի, այսինքն մենք կարող ենք բերել, դնենք ոչ, փոքր չէ, չէ, ընթացիկ տարից։ Եկեք սա փոքրացնենք, որպեսզի մեզ չխանգարի։ Ուրեմն տեսեք, որ եթե մեզ մոտ սա տանք 5, մենք 5-րդ տար չունենք, սա true է աշխատելու։ Սա Scratch առանձնահատկությունն է, որը իրեն գոյություն չունեցող բանը, եթե տեսեք տարը գոյություն չունեցողա, ինքը միշտ փոքր է լինելու ինչ որ արժեքից, բարձա, ավագ խմբի երեխեքի շեն, երբ որ մենք փորձում ենք այս ներդրման տեսակավորումը իրագործել, մեզ մոտ դժվարություն առաջացավ, երբ որ ուզում ենք փոքրից մեծ դասավորել։ Խնդիրը սրա մեջ է, որ ես միանգամից չհասկացա, փաստորեն այսպեսի առանձնահատկություն կա, այս առանձնահատկությունը իրենք արել են նրա համար, որպեսզի առանց շատ կոդը բարդացնելու հնարավոր լինի աշխատել ուրեմն ցուցակների հետ Scratch-ում։ Նորմալ ծրագրավորման լեզուներում Python կլինի,
C++ կլինի, որը մենք դժվար թե անցնենք, մենք չենք կարող դիմել այնպիսի տարի ցուցակի մեջ, որը գոյություն չունի, սա մեզ անպայման error է տալու։ Բարձր է, թե մենք փորձենք դիմել մի տարի, որը գոյություն չունի։ Բայց քանի որ scratch-ում լինում է, մենք կարողանում ենք բանել ու մեծացնելու ենք։ Այսինքն եւ z-եղելու ենք որտում աշկս տեսավ փախավ z-եղել փաստորեն շերտերի մեջ մեր ընթացիկ տարում քանի անգամ մեծացրել ենք 9 չէ այդտեղում z-եղելու ենք մեր y կոորդինատը հենց այդտեղել պետքա z-եղենք եկեք ոնց որ թե արդեն աշխատացրեցի, ջնջեցինք, ավելացրեցինք, ինչպես տեսնում ենք, եկեք մեծացնեմ, մեզ մոտ մեծից փոքր մեր տարերը դասավորվեցին։ Ըստ y կոորդինատների իրենք դասավորվել են, բարձա։ Ըստ ուշադրություն մի դարձեք շերտերը, իրանք ասում են ըստ հերթականության հաղորդում են ոչ թե ինդեքսը, այլ ընդհանրապես հաղորդում են շերտեր զանգվածի ցուցակի երկարությունը։ Սա թող ձեզ լվոր չխաբի։ Հիմա ինչումն է բանը, որ փաստորեն մենք տեղադրելուց այդ ալգորիթմը եկեք նորից բացեմ, նորից բացատրեմ, ստե փաստորեն թե մենք ունենք 40 օրինակ, չգիտեմ, 30 10 եւ պետք է օրինակի համար z-եղենք 20 թիվը, չէ՞։ 20 թիվը z-եղելու համար մենք իրան բերեցինք 1 2 քայլ առաջ։ Այսինքն քանի քայլ առաջ պետք է z-եղենք, դա մենք հաշվելու ենք ընթացիկ տարի մեջ, ընթացիկ տարը, ասենք դարավ 2, նշանակում մենք երկրորդում էլ իրեն z-եղելու ենք։ Ու գումարած ըստ առաջին բանի, եթե 1-ից ենք սկսել, 1-ին գումարած 1, 1-ին 2, 2-ին գումարած 1 3, երրորդ տարում ենք z-եղելու, բարձա, այսինքն 2 անգամ մեծացրել ենք։ Այսինքն քանի անգամ մենք եկանք այստեղ, այդքան անգամ էլ փաստորեն իրեն պետքա այդքան համապատասխան շերտ հանենք վերև այդ մեր sprite-ին։ Բարձա, եթե դրա համար մենք հիմա կօգտվենք այս մեր իմացած արդեն որ քննարկեցինք սկզբում գնալ առաջ մեկ շերտ, ուղղակի մենք պետք է գնանք առաջ ընթացիկ տար քանակի, բայց քանի որ եթե ինքը արդեն իր տեղում է, մենք եթե միան մեկ շերտ առաջ տանք, դա կլինի ոնց որ մենք իրան տեղը խախտեցինք, որպեսզի կարողանանք 0 տեղաշարժումը լանենք, մենք ստեղ ուղղակի բերելու ենք հաշվարկ ընթացիկ տարը հանած 1 շերտ, բարձա, եկեք հիմա շարեցինք պատահական դիրքով, ուպս, տեսակ, բոլորը ասեն շարվեցին, եկեք որպեսի բան լինի, տեսնենք, տեսնում եք, այսինքն մենք կարացանք այնպես անենք, որպեսզի իրենք շարվեն ըստ մեր ուզած ուրեմն դիրքի։ Փաստորեն այս երկու բլոկը երբ ստանում եմ, սա կարելի է բացատ, որպեսզի շատ չտանջվեմ։ Եկեք կերպարների քանակը կարանք շատացնենք։ Եկեք բացատը սխմեցի, բոլորը շարվեցին։ Եկեք մեծացնենք, որպեսզի պարզ լինի։
Հիմա հենց բացատը սեղմում են, բոլորը շարվում են, վերևինները հետևում են, ներքևինները ավելի առջևում են։ Սա փաստորեն մեր ցուցակն է, մեր ուզած ձևով դասավորված է։ Փաստորեն մենք, եթե այս երկու բլոկը կրկնօրինակենք ցանկացած կերպարի մեջ, մենք այս գործողությունը կունենանք։ Եկեք քանի որ մի անգամ ասամ ես պետք, տանենք բեմի մեջ, սա ստեղից ջնջենք, բեմի մեջ սա կարող ենք դնել անվերջ ցիկլի մեջ ու արդեն հենց սխմում եմ, տեսնում եք արդեն մի անգամից մեր կերպարները դասավորված են ի հայտ գալիս, այնքան արագ է լինում։ Դեռ ավելի հետաքրքիր մի բան, ինչպես գիտեմ, որ չեք հիշում, բայց շարժի մեջ, չէ, եթե ճիշտ եմ հիշում, թե ընկալման մեջ էր։ Տեղափոխման ռեժիմը սահում։ Սա մեզ թույլ էր տալիս լիաէկրան ռեժիմում կարողանալ սահեցնել։ Հիմա եթե ես չեղավ։ Ահա, ուղղակի տեսեք, հիմա հենց շարժում եմ, իշտնում է, հայտնվում է դիմաց, այսինքն ինքը real time, իրական ժամանակում կարողանում ենք իրեն վերել առաջ կամ հետ, տեսակ, ավելի ներքև չեմ կարող միջուսնեմ, ասեք, վերևից բռնեմ, որ, ահա, սրանից էլ առաջ բերեցինք, պարզա, հանում ենք վերև, գնում է հետև, ուրեմն, են ինչ կարելի ավելացնել, եկեք շարժում ավելացնենք, եկեք կերպար կրկնօրինակենք, իրան ասած գեստ կավելացնենք, ծառեր ավելացնենք, սրանք կջնջենք, ծառերի քանակը 15 լինի, ծառերը թող լինեն 100%-անոց թե 60, եկեք սրանք էլ փոքրացնենք, արդեն դասատել, եկեք տեսնենք, սա անտառ ենք ստեղծելու, եկեք շարժում ավելացնենք, գնալ դեպի պատահական դիրք, սա հիշում եք, որ ուղղությունը կարողանում ենք ֆիքսենք, որպեսզի ինքը այսպես չշրջվեր, օրիգինալը բերեմ ստե, որպեսզի ձեզ տեսանելի լինի, երբ որ սա ակտիվ էր, այսպես էր շրջվում, իսկ եթե ակտիվ չի, սենց է շրջում, դա նաև մենք կարողանում ենք ակտիվացնենք պտույտի ձևով, ուրեմն պտույտի ձևը աջ ձախ, ձախ աջ, ուղղվենք դեպի, ուղղությունը կտանք պատահական թիվ, մինուս 180-ից 180, ու կմտնենք անվերջ ցիկլ, կտեղափոխվենք երկու քայլ, որպեսզի արագ չքայլենք, եթե եզրին է կհրվենք, տեսնենք, սա կլինի, ծառերին այս կոդը չենք ավելացրել,
Էս է։ Ну, օրիգինալը ստե մեզ մոտ մնում է չի շարժվում։ Տեսեք ինչ հավես է, որ իրանք հենց գրում են ծառի հետևն են բան լինում, թաքնվում են, բայց տեսեք ինչ թերություն եմ նկատում, ուշադիր նայում եք, ինքը կեսից արդեն հայտնվում է, տեսեք։ Սա դիմացն է, օպ, արդեն ստեղից հայտնվում է ծառի դիմացը, բայց մեզ պետք է, որպեսզի ինքը ոչ թե ստեղից հայտնվի, այլ երբ որ ծառի տակի հիմքի մոտից, բարձա։ Սա ինչից է գալիս, արդեն ով դիզայնի շատերը կռահեցին, որ եթե մտնենք զգեստների մեջ, y կոորդինատը ինքը հաշվարկում է մեր այս սպրայթի կերպարի կենտրոնից։ Բարձա, որպեսզի նման բան չլինի, մենք զգեստը, ուպս, պետք է բերենք, այսպես այս խաչի հիմքետ հասկանանք։ Նաև ավելի լավ ձև կա իրականում, քանի որ որոշակի անիմացիաների բաների համար մեզ հնարավոր է պետք լինի, որպեսզի մեր կենտրոնը մնա կենտրոնում, որպեսզի իրան պատտեսնելուց եւ այլն մեր ուզած ձևով շարժվի։ Սա կլինի ձեզ, այսպես ասած, ինքնուրույն աշխատանք ավագ խմբին, չնայած փոքրն էլ կարան, ոնց անենք, որ առանց sense տեղաշարժելու այս խնդիրը ուրեմն լուծենք։ Ծառն էլ հանում ենք սե։ Չէ, ոնց որ թե եղավ։ Հիմա եթե մտնենք լիաէկրան ռեժիմ, տեսեք արդեն ստեղից է բան լինում։ Երբ որ ստեղա չի հայտնվում, միջև հիմքը չի անցնում։ Մենք կարանք օրիգինալը թաքցնենք, որպեսզի չերևա, ստեղ ինչա պետք, միջև կրկնօրինակելը։ Գիտեք, եթե մենք օրիգինալը թաքցրեցինք, կրկնօրինակներ են թաքնված ստեղծվում։ Վերջին անգամ եթե թաքցրել ենք, թաքնված են լինելու։ Դրա համար տալիս ենք ցույց տալ կրկնօրինակել, կրկնօրինակներից հետո տալիս ենք թաքցնել։ Սա միայն կվերաբերվի օրիգինալին։ Կամ կարող ենք օրիգինալը թաքցնել, երբ սկսում են որպես կրկնօրինակի մեջ դնել ցույց տալը։ Սա գիտեք։ Եկեք աշխատացնենք, օրիգինալը տեսնում եք, ստեղ է, սառի մոտ է, բայց չի երևում։ Գա, եկեք կերպարներ ավելացնենք։ Այս գեստը ջնջում ենք։ Եկեք ճուտիկ ավելացնենք։ Այս սրան էլ պետք է բերենք վերև, չէ՞։ Եկեք կրկնօրինակը ուրեմն զգեստներով փոխենք 10 հատ ուրեմն ասենք 10 հատ կատու 20 հատ ճուտիկ եկեք տեսնենք Ստեղ ինչու՞մն է բանը, չեմ հիշում ասել եմ թե չէ, տեսեք, ընդհանուր առմամբ, քանի որ մեր x, y կոորդինատները համաչափ չեն, չնայած քառակուսի է, y-ը 180-ից մինուս 180 է, քիչ է, սա 250-ից մինուս 250 է x-ը, չէ, դա մեկ պատճառ, բայց գլխավորը, որ մարդու ուղեղը այնպես է աշխատում, որ հորիզոնական շարժումը այս դեպքում մեզ մոտ դիտարկում է որպես շարժում դեպի հեռու, դեպի հորիզոն, բարձա, ոնց որ դեպի հեռու մեզանից։ Դրա համար այս դեպքում չնայած իրանք x եւ y ուղղությամբ նույն արագությամբ են շարժվում, ընդհանուր առմամբ, բայց մեր ուղեղին թվում է, որ վերև ներքև շարժը շատ արագ է։ Բարձա, դրա համար մենք պետքա սա փոքրացնենք, որպեսի փոքրացնենք, ստեղ երբ որ մենք ուղում ենք մինուս 180-ից 180, ոչ թե այսքան կուղենք, այլ կպահենք այս հեռավորությունների մեջ, հա, այսինք, չգիտեմ, 60-ից 90-ից 20, հա,
70 70-ից 120 70-ից 120 լինի, բայց եթե սենց աշխատացնենք, բոլորը մի ուղղությամբ են սկսելու շարժվել։ Եկեք նենց անենք, որ կեսը գնա այլ ուղղությամբ։ Դրա համար կդնենք եթե մեր պատահական թիվը 1-ից 2 հավասար է 1-ի։ Այսինքն մեր պատահական թիվը կամ լինելու է 1 կամ 2, կեսը լինելու է 1, կեսը լինելու է 2, եթե մենք անվերջ անգամ անենք, չէ, 50-50%-ը, սա հավաք խումբը պետք է անպայման իմանա, փոքրերը ոչինչ։ Եթե այդպես է, մենք կշրջվենք 180 աշճան ձախ։ Պարզա։ Նորմալ աշխատեց, այսինքն կես սենկում են գնում, կես սենկում են գնում, ու վերև ներքև շարժումը այլևս այդքան ընդգծված չի։ Ընդհանուր առմամբ այսքան է, սա կարող կանեք, հետագայում սա մենք խաղերի մեջ կօգտագործենք, չգիտեմ ինչ-որ բան կարելի ավելացնել, թե չէ, այս պահին արդեն ձայնագրությունը բավականին երկար գնում է։ Սա պահենք։ Չէ, երևի թե այսքանը, հուսով եմ արդեն ավելի պարզ կլինի, եթե սա տանը նայեք, ձեզ մաղթում եմ, ուրեմն հետաքրքիր պրոյեկտներ կհանդիպենք լսարանում ու պրակտիկ կանենք արդեն, ինքնուրույն պետք է կարողանանք աշխատել։ Էլ եմ կրկնում, սա այս բլոկը տալու ենք կրտսերներին, ավագ խմբի աշակերտները պետք է կարողանան սա ինքնուրույն անել, փոքրերին սա տալու ենք, ինչը շատ կարևոր բան մոռացա։ Լավ, միտքս ավարտեմ, ինչև է, սա կրտսերները պետք է կարողանան կիրառեն, ես կիրառման օրինակ ցույց կտամ։ Այստեղ ինչու՞մն է բանը, որ մեզ հնարավոր է պետք լինի որոշակի օբյեկտ լինի միշտ վերևում։ Օրինակ եկեք մի հատ կոճակ ավելացնենք, օրինակ մեր մենյուն է, չէ՞։ Մենյու կոճակը։ Մեզ թվում է թե այս պահին ինչ ա եղել, որ նորմալ է, ամենավերևում է, բայց մի հատ որ շարժեցինք, այս ռեժիմ չի երևում, ինքը եթե մի հատ եկա վերև, վերջ, կերպարը միշտ հայտնվելու է ամենա ներքևում, մնացյալը գալու են իրա վրա, կերպարները շարվելու են, եթե հենց մի հատ ես բերեցի սրա վրա, պետքա որ որ ինքը միշտ հայտնվելու է ետևում։ Տեսնում եք։ Որպեսզի այս խնդիրը չլինի, ինչա պետք է անել։ Ուրեմն այս բլոկը, որ ասում եմ կրտսերները պետք է սովորեն, ձեզանից ինձ թվում է, թե որոշները արդեն գուշակում են ինչ պետք է անել, եկեք սա կրկնօրինակենք։ Սա էլ ենք տանում ընդեն, բայց ինչու՞ն է բանը, փաստորեն մենք, չէ, մեր շերտերը դասավորել ենք, ըստ նվազման կարգի, չէ, չգիտեմ խիտարը ցույց չի տալիս, ինչև է, իրեն տալիս ենք y-ը, փաստորեն եթե մենք տանք այնպիսի y, որը ամենաներքևում լինի, մենք իրան կստիպենք, որ ամեն դեպքում ինքը կլինի միշտ, չէ, մեզ մոտ հնարավոր չի այնպիսի առարկա լինի, այնպիսի սպրայթ լինի, կերպար լինի, որի y-ը մինուս 1000 է, պարզա, հիմա եթե ես աշխատացնենք, երբեք ոչ մեկը իր առջև չի կարա գա։
Եթե մեզ պետք լինի մի քանի այսպիսի կոճակ եւ այլն, ընդ որում այդ կոճակներն էլ կարող ենք տանք -1000 չէ, մեկին կարող ենք տանք -1000, մեկին -1001, մեկին -1002, արդեն մենք կունենանք առանձին խումբ առարկաների, սփրայթերի, որոնք կդասավորվեն մեր առանձին, ոնց որ բոլորից վերևը, բայց իրենք իրենց մեջ էլ կարող են ունենալ որոշակի հերթականության, թե ով ում վրա երևա, parza, օրինակ այս մենյուն կարող ունենա փոքր դիք շատ գիտեմ ինչ ավելացնեմ ետնապատկերի մասին է էլի խոսքը սա կարող է լինի ասենք պատկերացնեք սա ետնապատկեր է լինելու մենյուի parza տեսեք մի անգամից գնաց հետևը մեզ պետքա ծառը չգան սրա առաջ, չէ բայց եւ սա լինի մեր կոճակից այս կողմ կտանք ասենք -999 վերջ ինքը միշտ այսպես կհայտնի ասենք պատկերացրեք այդտեղ կարող լիներ մի քանի ուրեմն այսպես կապույտ կոճակներ եւ այլն parza սա էլ պահպանեմ այսպես ինձ թվում է այս բանին ավարտեցինք սա այս վերջինը կարող փոքրերին հանձնարարություն լիներ լսարանում բայց ոնց որ ես արեցի ոչինչ մեկա էլի վերջում ես էի անելու ասելու են կարում չենք էտա Այսքան է երեխեք